Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի մեջ ուշադրության կհրավիրվի հայկական եկեղեցվո անմխիթար վիճակը։ Գարին գիտական կենտրոնի եզակի արխիվը շուտով լույս կտեսնի։ Գյումրիի որբանոցի եւ լրացված ճշմարտությունը։ Բաղեշի մեջ կսպասվի ցյուն եւ Չերմասիջանի անգում։ Մուսա լերը հերոսական դիմադրության խորհրդանիշ։ Բուրսայի հայ գաթողիկե համայնքը։ Վիշապաքարեր հայկական լեռնաշխարհի արևծվածային ժառանգությունը։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ գործող ինտիմատիր ժողովուրդներու հավասարության եւ ժողովրդավարության գուսակցության պատգամավոր Օմեր Օճալան խորհրդարանին ուշադրության ներկայացուց Հալիլիեի շրջանի մեջ գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցվո վիճակը։ Պատգամավորը նշեց, թե եկեղեցին Արևմտյան Հայաստանի մեջ Օսմանյան շրջանին պատկանող եւ միջազգային ագաթեմական քրագանության մեջ արձանագրված հազվագյուտ օրինակներեն մեկն է։ Այն կառուցված է 19-րդ դարուն եւ մինչեւ 1915 թվականը ծառայած է հայ ուղղափառ համայնքին որպես պաշտամունքի վայր, ապա հետակային մատնված է անդերության։ Օջալան ընդգծեց, որ եկեղեցին դարիներու ընթացքին օգտագործված է որպես ախոր, վնասված է կանց որոնողներու կողմէ, իսկ 2023 թվականին քմփեթի մեկ մասը փլուզված է։ Ան կարևոր նկատեց եկեղեցու պահպանությունը եւ քրավոր հարցումներ ուղեց Թուրքիո մշակույթի եւ զբոսաշրջության նախարարին։ Շուտով լույս կտեսնե Գագիկ Կինոսյանի հիմնած Գարին հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման գիտական կենտրոնի բազմամյա արխիվը։ Արարատ բանկի աջակցությամբ կիրականացվի շուրջ 30 տարվան ընթացքին հավաքագրված երգերու, բարերու, ծեսերու եւ ավանդություններու թվայնացումը, որոնք մինչ այժմ պահպանված էին 5 գրիչներու վրա։ Արխիվը կներառե Արևելյան Հայաստանի տարբեր մարզերեն, Արցախեն եւ Արևմտյան Հայաստանի համայնքներեն հավաքված մոտ 600 մշակութային նմուշ։ Նախաձեռնության նպատակն է պահպանել եւ ապագա սերունդներուն փոխանցել հայ ավանդական մշակութային ժառանգությունը։ 1920 թվականին Գյումրին դարձած էր աշխարհի ամենամեծ որբանոցային կենտրոնը։ Այստեղ աբաստան կդած էին ավելի քան 20,000 հայ որբեր, որոնց ծնողները սպանված էին Արևմտյան Հայաստանի մեջ։ Այս երեխաներեն մեկ մասը թուրքական կերուտենեն փրկված էր յուրաքանչյուրը մեկ ոսկի մեդաղատրամի դիմաց Ամերիկայի Միացյալ Նահանգներու իշխանություններուն եւ հասարակական գազམ་ագերբություններուն աջակցությամբ։ 1915-1916 թվականներուն ամերիկացի եւ ֆրանսացի միսիոնարներու ճանկերով թուրքական կերուտենեն փրկված է շուրջ 800,000 հայ երեխա, որոնք տեղափոխված են աշխարհի ավելի քան 70 երկիրներու մեջ գործող հատուկ մանկատներ։ Անոնք այսօր համաշխարհային հայ սփյուռքի դադիկներն ու բաբիկներն են։ Եվս 20,000 երեխա աբաստան կդած է Գյումրիի մեջ, դառնալով ժամանակակից լենինագանցիներու մեծամասնության նախնիները։ Միաժամանակ շուրջ 360,000 հայ երեխա մնացած է կերության մեջ, բռնի գերբով իսլամացված, ստացած է թուրքական անուններ եւ զրկված իր անցյալը հիշելու իրավունք են։ Անոնց ժառանգները այսօր բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ ճանցված են որպես կրիպտոհայեր։ Սակայն ժամանակակից արհեստագիտությունները հնարավորություն կտան այս լրացված ճշմարտությունը աշխարհին փոխանցելու արխիվային լուսանկարներու եւ փաստաթուղթերու միջոցով։ Բաղեշի մեջ տեղացած անձրևներեն ետք բարձրաթիվ շրջաններուն մեջ սկսած է ցիան դեղումը, ինչի պատճառով սառնահարության վտանգի մասին զսկուշացում դրված է։ Մասնակիցները կզսկուշացնեն վանալիչ մտնողներուն, թե սառ ջուրին մեջ լողալը կրնա հանգեցնել սառնային ցնցումի եւ առողջական լուրջ խնդիրներու։ Վարորդներուն ալ գոչ կուղվի սկոնը լալ լեռնային ճամփաներուն վրա ցիան եւ սառույցի պատճառով։ Մուսա լերը Գիլիգիո մեջ այն վայրերեն մեկն է, ուր 1915 թվականին կրանցվեցավ հայոց պատմության ամենեն հերոսական էջերեն մեկը։ Օսմանյան իշխանություններու դեղահանման հրամաններուն չընթարկվելով 6 հայկական գյուղերու բնակիչներ բարձրացան Մուսա լեր եւ հայրու ցեղասպանության օրերուն գազմագերբեցին ինքնապաշտպանություն։ Թիմադրությունը տևեց 53 օր 1915 թվականի հուլիսեն մինչև սեպտեմբեր։ Այս դեպքերը աշխարհին ծանոթացան Ֆրանց Վերֆելի Մուսա լերան 40 օրը վեբին շնորհիվ, որտեղ իր վերնակրին մեջ կգործած է խորհրդանշական 40 թիվը, սակայն հիմնված է իրական փաստերու վրա։ Բաշարվածները նկատվեցան ֆրանսական Կիշեն Հաձանավին գոմե եւ տաշնագիտներու, ֆրանսական եւ անգլիական նավադորմերու աջակցությամբ անոնք տարահանվեցան Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։ Վերֆելի գիրքը համաշխարհային ուշադրության հրավիրեց հայ ժողովրդի ողբերգության վրա եւ երկրորդ համաշխարհային պատերազմի դարիներուն դարձավ քաջության ու թիմադրության ներշնչման աղբյուր։ Բուրսայի հայ կաթողիկե համայնքին պատմությունը գերգարի մինչև 18-րդ դար, թեև պաշտոնապես հայ կաթողիկեները 1830 թվականին առանձնացան հայ արաքելական եկեղեցի են, սակայն դակավին ավելի առաջ Բուրսայի մեջ կգործեին կաթողիկե ուղղության հայ միսիոնարներ։ 1722 թվականի փաստաթուղթեր կվկայեն, որ Բուրսայի հայ կաթողիկեները կհավաքվեին դուներու մեջ եւ գիրականացնեին իրենց ծեսերը, հակառակ այն բանին, որ այդ գործունեությունը ժամանակին պատրիարքանանի կողմէ արգելված էր։ 19-րդ դարու երկրորդ կեսին համայնքը աստիճանաբար ամրապնդվեցավ։
Թեև 1862 թվականի Բուրսայի մանրամասն քարտեզին վրա դակավին նշված չէր հայ կաթողիկե եկեղեցի, 1864 թվականին արդեն արխիվային տվյալներ արձանագրված են եկեղեցու և դպրոցի կառուցման մասին։ Այդ եկեղեցին հետագային օգտագործված նաև որպես գործարան և պահեստ, այսօր Բուրսայի կենտրոնին մեջ պահպանված միակ հայկական մշակութային ժառանգության կառույցն է։ 19-րդ դարու վերջավորության Բուրսայի մեջ կապրեր շուրջ 1400 հայ կաթողիկե, կգործեին 4 դպրոցներ, իսկ բազմաթիվ ընտանիքներ իրենց զավակները ֆրանսական գրթօջախներ կղրգեին։ Օդար լեզուներու իմացությունը հայ երիտասարդներուն հնարավորություն կտար աշխատել բանկերու և միջազգային հաստատություններու մեջ, միաժամանակ պահպանելով իրենց ընտանեկան արհեստներն ու արևդրական կապերը։ Այսօր Բուրսայի հայ կաթողիկե համայնքին պատմական հետքերը կհիշեցնեն քաղաքի բազմաշերտ անցյալը և հայության երբեմնի կենդանի ներկայությունը։ Վիշապ կոթողները կամ վիշապաքարերը կնկատվին հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ և խորհրդավոր հուշագոթողներ։ Անոնք տեղադրված են բնական և արհեստական ջրավազաններու, ինչպես նաև աղբյուրներու ակունքներուն մոտ և կխորհրդանշեն դարերկի ուժը, բնության զարթոնքը, պտղաբերությունը և արադությունը։ Այսօր հայտնի է շուրջ 150 վիշապաքար, որոնց մե 90-ը կգտնվին Հայաստանի Հանրապետության տարածքին մեջ։ Վիշապաքարերու ցևը և տեղադրության վայրը սերտորեն կապված են առասպելական օձ վիշապին հետ։ Անոնք հաճախ տեղադրված են աղբյուրներու և քեդերու ակունքներուն մերձակայքին։ Ըստ Արմենակ Աբրահամյանի, վիշապները որպես տարերկներու խորհրդանիշներ նվիրված էին հայոց պանթեոնի բնության դիցուհի Անահիտին։ Վիշապաքարեր հայտնաբերված են Հայաստանի մեջ Գեղամա լեռներուն, Սևանա լիճի հյուսիսարևելյան ափին, Արաքածի լանջերուն, Գառնիի մեջ, Ջորող գետի ավազանին մեջ և այլ վայրերու մեջ, ուր նաև բացահայտված են վիշապի պաշտամունքին նվիրված բազմաթիվ հնագույն քարագոթողներ։ Այսօր վիշապաքարերեն շատերը վերածված են խաչքարերու։ Հարգելի հայրենագիտներ, Western Armenia հերոստանգերությունը սրդանց կշնորհավորե իր բոլոր հերոստատիտողներուն և բնիկ հայ ասկին նոր դարի և սուրբ ծննդյան լուսավոր լոներուն արիտով։ Թող նոր դարին կա հավատքով, հույսով և վերածնունդի ուժով, մեր հոգիներուն մեջ վառ բահելով ազգային հիշողությունը և արժանապատվությունը։ Կմաղթենք խաղաղություն ամբողջ աշխարհին։ Թող իրականանան ձեր բոլոր նպատակները, կյանքի ճանապարհը լուսավորվի փառությամբ և յուրաքանչյուր տուն լեցվի երջանկությամբ, ջերմությամբ և վստահությամբ վաղվան օրվա նկատմամբ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը ուժ տա մեր միասնության, ամրացնե հավատքը արդարության և ճշմարտության հանդեպ, իսկ նոր դարին դառնա նոր սկիզբ ստեղծելու, պահպանելու և շարունակելու հայկական կյանքին և մշակույթի հարատև ընթացքը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։